Կամերաների համար է, եթե իրենք է ուզում են, էլի նոյանդաբանում կա կոլոկոտները և Բարիլի գործընկերներ, ասում է նոյանդաբանի կողմն է Կարակաշյանի գործնագետ Վեզիտավա Սարգիս Ասպանյանը։ Պարոն Ասպանյան, այսօր դուք մեզ պետք է ներկայացնեք օրեր առաջ Բանգուրում տեղի ունեցած ավազակային հարձակման մասին ձևակերպությունը, ձգտարկումները, փաստերը ինչի մասին որ տեղեկություններ ունեն, եւ դրանից հետո գուցե կանրադառնանք փոխսահայ համայնքում ինչպիսի իրավիճակ է տիրում այդ ավազակային հարձակման բողոքից հետո, որից պարզվեց, որ հեղինակները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Ուրեմն ես ուղիղ 25 տարի ապրում եմ Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունում։ Երևի իմ կյանքից մեջ առաջին անգամ նման թեմայով ես պիտի հանդես գամ ու ամոթից չգիտեմ ինչ անեմ։ Խայդարակ է այդ տեղի ունեցածը 25 տարիները ապրում եմ ես այդ երկությունը էլի իմ մեջ հայաստանցի, սպյուրքահայ, չգիտեմ ինչ, բայց բոլիսը ինչ սպյուր, ինչ Հայաստան, բոլորովին այլ է, բոլորովին Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի միակ քննական շարունակությունը, որտեղ մենք երևի թե 3000 տարուց ավելի ներկայություն ունենք, այդ քաղաքի գրեթե 50%-ից ավելի մեր ազգի կառուցվածքն է և հայը Կոնստանդնուպոլսում ամենահարգված դարն է։ Այժմյա Իստանբուլ կոչված քաղաքում այժմ ևս, եթե հարցնես ով է ամենահարգարժան, ամենա այսպես ասած ընդօրինակելի խաղաղ, անթոր, ստեղծող, արարող, թեկուզ Թուրքիայի քաղաքացու լինելու հանգամանքով կասեն հայն է, վստահելին, ցանկացած թուրքին գնա ասա, ինքը հային ավելի շատ կվստահի, քան թուրքի, ինքի իր հայրենացին։ Սա մենք ապրում ենք այժմ ևս այդ վիճակն է, որը փոխվեց այս վիճակը 1991 թվականից, այսինքն Հայաստանի Հանրապետության ստեղծումից ի վեր։ Հայաստանի Հանրապետության ստեղծումից ի վեր ոչ միայն բոլիսում, այլ նաև ընդհանրապես սփյուռքի ցանկացած հատվածում Ֆրանսիա, Եվրոպայի տարբեր քաղաքներ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Լատինական Ամերիկա, Միջին Արևելք, հայի երկու տեսակ սկսավ մեջտեղ կալ։ Այդ փառաբաշարի մեջ մտավ հայաստանցի կոչված այժմ շատ դժբախտաբար միայն բացասական, ածական օգտագործվող եզրույթը։ Ես սա ասելով ամաչում եմ, բայց դուք ինքներդ իբրև զանգվածային լրատվամիջոց կարող եք ցանկացած երկրի, ցանկացած սպյուրքահայ կազմակերպության, կախտոջախի, ուրեմն ներկայացուցիչ հանձնացող մարդկանց հետ զրուցեք, եթե կարող եք հետաքննություն բանարեք, ուրեմն բնորոշումը այսպիսին է, խաբեպայ են, կծող են, շահամոլ են, ամենափոքր մանր, շատ մանրախնդիր, անհետետ ավուշ բանի համար իր հայրենակցին կգցի, և այլն, քող են, ավազակ են, մարմնավաճառ են, նարկոտիկ հետ են գործ ունենում, հարցակում մարդկանց ռեկետ են անում և այլն։ Մինչև 91 թիվը սպյուրքի ցանկացած հատվածում սա չի կար, ընդհանրապես։ Ես մի օրինակ բերելով ուզում եմ բոլիսին անդրադառնալ։ Ես Ֆրանսիայից եմ, գիտեք, 1979 թվականին մինչև Ֆրանսիայի ներքին գործերու նախարարության արխիվում թեթ մեկ հայի անազգաննով ուրեմն հանցագործություն գրանցված չի։ Սա միակ օրինակն աշխարհում, որ ցեղասպանությունից է, այսինքն որ բացած այդ հատվածը, որ Ֆրանսիայում եկավ ավաստան գտավ, որը հանցագործության ամենամիտվածը պիտի լիներ, որ ընտանիք չունի, որևէ ընտանեկան կապ չունի, հայր, մայր, մորաքույր, ումից ամաչի, որ չանի նման բան, այդ որբերը օրը 16 ժամ հանքապոր աշխատացվել են Ֆրանսիայում, մի հատ հացի թիմաց, բագետ Ֆրանսիայում։ Ոչ մի կողություն չեն արել, երբեք։ Իտալացին արել է, լեհը արել է, սպիտակ ռուսո արել է, պորտուգալացին արել է, միտքերին ինչքան ազգություն դա հանցագործություն, ներքին գործերի նախարարության տվյալները անպատկերացնելի է, հայ չի գա, հայ ստեղծող, արարող, բադվախնդիր, արժանաբադիվ, ուրիշ ազգություն մատով է ցույց տվել հայերի։ 79 թվականից մինչ այսօր Ֆրանսիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների աշխարհի ցանկացած փանդում գտնվող ցանկացած հանցագործության, ուրեմն հադաբարդված մարդկանց թշպախտաբար 99.9% Հայաստանցի։ Սա անհետեթություն է, մի դարօրինակ բան է։ Սպյուրքը
25 տարի Հայաստան Հանրապետությունը գոյություն ունի, ուզում է հասկանալ ինչու։ Եվ պատասխանը միակ է, սովետն է մեղավոր, խորհրդային դարքերն են, խորհրդային դարքերը մեր հայրենագիստներն այսպես սարքեցին, վերիներ այդպես չէին, ուրեմն իրենց մոտ ինչ-որ աղջադում կա, աղավաղում կա եւ այլն։ Հիմա ինչ-որ դեղի ունեցավ Իստանբուլ, 6 փետրվար գիշերը ժամի 3-ին Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ աննախադեպ է, որ հայը հային սպանի։ Հայը մտնի, ուրեմն ձեր մարդկանց տունը ու 86 տարեկան մարդուն այսպես կաբի, ուրեմն լուսահոգի արդեն Հակոբ Դեմիրճյանին, սրա անունը Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է նման տեղ, ասում են խոզի գաբանք։ Մարդը եթե շարժվեց, այսպես գաբված մարդը, խեղդվում է, եւ այդ մարդը խեղդամայր է, որովհետեւ չի կարողացել։ 86 տարեկան մարդ շարժվելուց գնոջը եւ իրեն Այդա Սետա Դեմիրճյան եւ Հակոբ Դեմիրճյան ամոլու զույգը, Բորիսի Շիշլի տաղամասում, իրենց բնակարանի մեջ գիշերը հարցակման են ենթարկվում եւ իրենց ձեծում են, խոշտանգում են, գաբում են այսպես, վերցնում են ինչ կա չի գա դանը եւ գնում են։ Եվ հետաքրքիր ինչ է, մարդը խեղդամա լինում մահանում է, իսկ դիգինը, որ այստեղ լուսանկարում տեսնում եք, հազիվ զորով ապրում, որովհետև հրշեջները մտնում են դուն, այդ դանը աշխատող մաքրություն անող էլի հայաստանցի է դիգինը, ուրեմն գնոջ ոստիկանություն թիմելու շնորհիվ եւ ասում են եթե մի ժամ ուշանային գինը եւս հիմա մահացած գներ, հիմա ես ուզում եմ պատկերացնել ինքս ինձ այդ դիգնոջ Այդա Սետա Դեմիրճյանի դերն եմ տունում, ինքը լսել է, որ այդ ամբողջ հանցագործները հայերեն են խոսում, չէ՞, բայց ոստիկանության թիմում երբեք չի արտահայտվել այդ մասը։ Չի ասել, որ իրենց կողոպտողները հայ են եւ հայերեն են խոսում։ Այսինքն փորձել է նույնիսկ այդ վիճակում Բոլսահայուրի Այդա Սետա Դեմիրճյանը, այսպես ասած, չասել, որովհետեւ դա ամոթալի էր ասել, համար որ իմ հայրենագիցն է մեզ հարձակողը։ Հիմա ովքեր են այդ հարձակվողները եւ ինչու են արել դա։ Այդ ինչ որ հիմա դուք լսում եք, երևի տասնյակ, 20, 30 Ուսը 100 նմանատիպ դեպք եղել, միայն մահվան երկով չի ավարտվել այդ դեպքերը Բորիսում։ Միայն վերջերս դեկտեմբեր ամսին միայնակ մի մարդ իր տանը ապրող էլի մոտ 90 տարեկան հայ հարձակման են ենթարկվել եւ հիմա հենց այս հանցագործ խմբին են ուզում վերակրել այդ հարձակումը եւս, բարեբախտաբար մարդը չի մերել էլի գաբել են այսպես դունը ապրող միայնակ ձեր հայ, որ ինչ կան ուզեք, այդպես ձեր հայեր կան, Բորիս և Սպիրկի տարբեր հատվածներում, հարձակման են ենթարկվել դրգին անգամ այդ հարձակումը կատարողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Հիմա հետաքրքիր է, Բորիսում մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների այդտեղ հայտնվելը ապրում էր մոտավորապես 80,000 համայն հայություն, որը կա հայկական դպրոցներ, եկեղեցի, պատրիարքարան, մամուլ եւ այլն, երբևէ ինչ թուրքական թերթերում, ինչ հայկական թերթերում, հանցագործություն, կողոպուտ, մարտասպանություն չէի լսի, որ հայ անվանետ առնչություն ունենալ։ Հիմա մի այդ կան, ասում են, քանի որ չի հաշվում, դրանց մեծ մասը ավորինի են իրենց կեցությամբ, Գոստաննոբոսում Հայաստանի քաղաքացիների մասին է խոսքում, ուստի հաշվառում չունեն քանի մարդ են, բայց ասում են գրեթե այդ հասարակական Բորիսի հայկական համայնքին հավասար քանակ, այսինքն մի 80,000 Հայաստանի քաղաքացի մարդ ապրում այդտեղ, ավորինի, առանց դասության կարգավիճակ ունենալու, եւ որոնց մի հատված սրիգա ստոր նմաններ, ուրեմն գադարում են հենց նման ուրեմն հարձակումներ։ Ես անցամ, շատ հետաքրքիր է, ուրեմն անցամ ճանաչել եմ Հակոբ Դեմիրճյանը, սա տարօրինակ պատահականություն է, որովհետև աշխատել եմ իր ոսկերչական խանութից ընդամենը 40 մետր անտիմ մի այլ հայ ոսկերիչի մոտ խանութում, որ բարոն Դեմիրճյանը եւ իմ այսպես ասած այդ աշխատած դեղից մարդը իրար շատ մոտիկ ընկերներ էին մանկության տարիներից, իրոք մեծահարուստ, հայ ոսկերչության կակատնագետ հանդիսացող այդ արվեստը մատուցող մարդիկ, Նոյանդավանից դուք կարող եք վերցրել բոլոր այդ ոսկեղենը, որ իրենք են պատրաստել իրենց ձեռքերով, որ արդեն կողոն արկրավվել է, ետ է վերցվել, այսինքն բացահայտվել է այդ ամբողջը եւ ոսկիները, որ դարել են 350,000 դոլարից ավելի արժեք ունեցող ոսկեղեն
գոհարեղեն եւ այլն է դարբեր Դեմիրճյանների ընտանիքի տանից։ Մոտ 70,000 դոլարին համարժեք թուրքական լիրա նաև գանխիկ փող դարվել է եւ այդ ամբողջ արդեն հարկրավել է եւ ետ է վերադարձվել, այսպես ասած, դիգնոջը դուժած դիգին Այդա Սելա Դեմիրճյանի։ Հիմա այս մարդիկ Հայաստանից գնացածները շատ բավականին երկար ժամանակի Բոլիս, Անտալիա, Տրաբիզոն, Սևզովյան ամբողջ Բաթումից սկսած մարմնավաճառությամբ են զբաղվում եւ այդ մարմնավաճառությամբ զբաղվող մարդիկ Տրաբիզոնում, հենց Տրաբիզոն քաղաքում դուն են վարձում միած, այդ մարմնավաճառները հայուհիներ, շատ երդասարդ տարիքի հայուհիներ են այդ գործողությունը կատարողը, Հայաստանից ուրեմն նոր գնացած, մի քանի օրեր առաջ գնացած 3 հոգու, որոնց ինքնություն արդեն բացահայտվել է Արթուր Այվազյան, Սերգեյ Միքայելյան, Արա Հովհաննիսյան։ Ուրեմն այս 3 հոգին, այդ անունները ևս կա Նոյանդավանում, լրիվ դուք կարող եք վերցնել, այժմ 15 ցերպակալված, բոլորը Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որից 3-ը արդեն գալանքի վերցված 3 երեկոյան հադը, Շիշրի տաղամասում, Մեջիդիի քույր, ու նրանք արդեն գաղոտ են ուղարկվել, իսկ մնացածի հարցակություններն է շարունակվում, որոնք ուրեմն Մարինա Էլիկյան, Ռոզա Խաչատրյան, Քրիստինա Մանուկյան, Լիդա Բուլկյան, Նարգիս Մարկարյան, Արմինե Միքայելյան, այսպես ասած մեր հանրապետության քաղաքացի անցածող մարդիկ, որոնք արդեն ցուցակագրված Թուրքիայի հանրապետության ներքին գործելու նախարարության ուրեմն դոսիեներում իբրև մարմնավաճառ գրանցված են։ Հիմա յուրահատուկ մի փաստ ևս Հայաստանից արդակն աշխատանքի մեկնող մեր հայրենիքներից մեծ մասը հայերի դներում են աշխատում։ Կամ մեծ մասը ձերել են բախում, կամ փոքր մանգազակ երեխաներին դպրոց են դանում մանգաբարդես բերում բան, ուրեմն կամ դամ մակրությամբ են զբաղվում, արևդուր են անում, որովհետև միայնակ ձերերը, ինչպես ասեցի, Բոլիսում բավականին շատ են, որոնց որդիները, աղջիկները արդեն ըսպիկյան դարբեր հատվածներում դեղավորված, բայց իրենք չեն ուզում լքել իրենց ընտավեր ասպես ասած ու մնում են Բոլիս։ Ուստի հայաստանցի և բոսահայ շպումը դամ պայմաններում է հիմա դնական, ուստի գրեթե ինձ Խաչազանոթ բոլոր ընտանիքներում գա մի Հայաստանից գնացած, հաջող կանայք բնականաբար և այդ կանայք ուրեմն իրենց այստեղի բարեկամներին նյութական օգտություն ապահովելու համար նաև նրանց անշուշտ մեջ կան նաև այսպես սրիգա և ստորքի պեր, որը չի կարելի մի ամբողջ ազգին կամ մի հանրապետության քաղաքացիներին վերաբերել, բնականաբար ուրեմն թիմում են նաև նման անհետեթ բաների։ Ուրեմն ես մի լուսանկար եմ ձեզ ուզում ցույց տալ, սա Մայման գրաբարագի, սա Մամար Ռոզան է Իստանբուլի, անունը բավական, իսկական անունը, Ազգանու Այվազյան, բայց այս կինը ունի 4 հատ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության անձնակիր։ Եվ Հայաստանի Հանրապետությունից թերագի դարիքի, բադանի դարիքի աղջիկներին, իրովական Վանաձոր, ուզում եմ ասել Շիրագի մարզի դարբեր քաղաքներից հայուհիներին խաբելով, բարձր աշխատավարձով քեզ գործ եմ ջարել, դանում է և Թուրքիայի դարբեր գործնկատուներում, բորդելներում աշխատասում այս կինը։ Հետաքրքիր է, որ Հայաստանի Հանրապետության կողմից հետախուզվող այս կնգան չեմ ջարում, ես այս կնգան դունը գիտեմ, Սերգի հեռախոսը գիտեմ, որտեղ ապրում է գիտեմ, իր բոլոր շրջապատը գիտեմ, և Իստանբուլում մարդ չի գա չի ասող այս կինոջ մասին, բայց ցայ պարպարով հանապատի, նման գանայք ինչքան ուզեք կա, բայց սա առանձնահատուկ երևույթ է, այդ մնացածի մեջ, իսկական հանցագործ, որովհետև դեռ նոր Վրազդան քաղաքից 3 աղջիկ էր դարվել, բոսահայերը այդ 3 աղջիկներին, Որնագադունում հայտնված 3 աղջիկներին, ուրեմն քդել անել էին Որնագադունից, ասել էին մենք ձեզ ինչքան պետք է փող գտանք, գնացեք, մի արեք այդ բանը այստեղ, խնդրում ենք, մեր ազգին, այսպես ասած Ջագադին Փիձեսը երբևէ չեն ասել հայը մարմնավաճառ է Թուրքիայի Հանրապետությունում այսօր ցավոք, շատ ցավոք, ասում ես նման ցավ չեմ ապրել, ադրբեջանցիները հատուկ դնում են այդ բորնագագուները մեկը մյուսին հայուհի նվիրելու համար, հասկանում եք դուք, այս աստիճանի ստոր արարք չի կարելի թույլ տալ և Բոսահայ համայնքի և ընդհանրապես Արևմտյան Հայաստան, Երիգիա,
եւ այդ ամբողջ տարածքում Սերձով հատկապես որովհետեւ Սերձովի ամբողջ ափի բաները այս հենց ցերպակալվածներից ինգայթերի մարմնավաճառներից են ամենաէժանանոց հյուրանոցներում որտեղ այսպես մի ժամվա համար այդ բեռնադար մեքենաների վարորդներ են գնում պատկերացնում եք դուք նման լրջի գործողությամբ են զբաղվել առաքելությամբ են իրենց հացը վաստակում եւ այս իրավիճակում այդ ամբողջ հայությունը ասում են խնդրում եմ ետ վերադարձեք մենք ձեր ընտանիքներին այստեղից դյութական օգնություն օժանդակություն անենք միայն թե մի արեք սա մարմնավաճառության մասին է բայց գողություն նարկոտիկ եւ գողոբուտ եւ ռեկետ արդեն բոլիսում հասել է այդպիսի չափերի որ դժբախտաբար գրանցում չունի ինչու իմ հարազատ քույրս իր դամ մեջ աշխատող երկու հայաստանցու կողմից կողոպտվել է 4 տարի առաջ ինձ մի բառ չի ասել այս մասին ես այս դեպքից հետո եմ իմանում հարազատ քրոջ մասին եմ ասում ու այդ ընտանիքը հիմա ապրում է Հայաստանում ես տնած գտնել եմ անվայր որ իմ քրոջ տունը կողոպտել են 2 տարի աշխատելուց հետո մի շաբաթ գիրակի քույրս կարես է դուրը տունը մաքրած բայց չի գա զարմացած է ասում եմ լավ երևի ինչ-որ բան է վադայ ու անշուշտ չի դիմում ոստիկանությունը մտածելով որ հանգարց չլինի այդպես որ դրան աշխատողներից լինեն դեռ փաստում է որ այո իրենք երբ նույն օրը բեռնադարը բեռնած արդեն Հայաստան են հասել մարդիկ նախորդ պայմանավորված ամեն ինչով եւ այլն քուրս երբեք չի դիմել ոստիկանություն քրոջս նման հազարներով հայ երբեք չի դիմել ոստիկանություն որովհետեւ այդ հայությունը ես իմ մանկությունից ապրած հայությունը չի կարող իր հայրենակցին գնալ եւ այսպես ասած թուրք ոստիգանի ցերկը հանձնել երբ որ մենք շատ լավ գիտենք թուրքը ինչ է իսկ մեզնից լավ ես մեզ նկատում եմ ոչ թե ցես թուրքին ինչ լինել ոչ ոք չի կարող իմանալ մենք 24 ժամ իրանց մեջ ենք ապրել 24 ժամ գիտենք այդ ազգի յուրաքանչյուր հատկանիշը եւ երբևէ չենք կարողանում ընկալել որ մեր հայրենագիցները իրենց թույլ են տալիս շատ լավ իմանալով հայի համբավը այդ երկրում որ յուրաքանչյուր շենք որ մատնացույց են անում դա հայի ստեղծածն է ու հիմա թուրքերը նույնիսկ սկսել հարցնել դուք նույն ազգից եք դուք եւ նրանք դուք նույն ազգային պատկանելություն ունեք նույն մշակույթի գոհ եք նույն պատմություն ունեք նույն անցյալ ունեք եւ սա գիտեք մեզ համար ինչի համար է ցա Հայաստանը յուրաքանչյուր հայ համար աշխարհում որտեղ գտնվում է հայրենիք է ոչ թե սոսկ բեդություն որտեղ կան քաղաքացիներ հա այլ հայրենիք ցանկացած հայ համար հատկապես բոլիսում ապրած հայերի համար հատկապես Թուրքիայի Հանրապետության քաղաքացիական ծոցողների համար ուստի արդեն 3 օր է Գարո Փայլանը ժողովրդերի դեմոկրատական կուսակցության պատգամավոր հայտարարություն է արել որ պետք է այս խնդիրը այսինքն հայաստանցի կոչված չագերդյալ ասացական ածականով օգտագործող եզրույթով հանգամանքները քննվեն եւ քննարկման ենթարկվեն Հայաստանի պատկան մարմինների եւ նաեւ բոլսարիկյան կողմից հիմա պատկերացրեք իմ քրոջս տանը աշխատող այդ Տիգնաց նման ինչքան մարդ դա մնացած անհանգստացած վիճակի մեջ է յուրաքանչյուր հայ երևի մի 20000-ից ավելի կին հիմա հայի դուն աշխատում այս ռոբոտ որ մենք ձեր հետ խոսում ենք հիմա իրենք մի հայի դունը այդտեղ են գնում այդտեղ են զարթնում այդտեղ են իրենց աղջիկներին եւ տղաներին թիմավորում Հայաստանից գնացած իրենց հյուր եւ այլն այսին հյուրընկալում են այդ հայի օջախում վաղ կորած են բոլսա հայերը կարող է Դեմիրճյան ընտանիքի հետ պատահած իրենցա լինի կարող է իրենց տան աշխատող հայուհին Հայաստան զանգի ինչ որ Բանգլադեշ Հարավարումն թաղամասում մի անկորձ դղա 21 տարեկան դա եւ քիշեր իրեն խեղդի եւ իր երկու հատ ապարանչանը դանի դուք պատկերացնում եք սա ինչ ոգի վիճակ է ոսա հայությունը ասում է մեռած է թաղաշի նման բան չեր հա սա առաջին թեփն է մահվան ելքով այսպես ասած ցերպակալված թուրքական թերթերը որ գարտում եմ չգիտեմ ես ամոթից էսենց չեմ ուզում մարդուն տեսնել մարդու հետ խոսել 6 փետրվարից մինչև հիմա հա Ինչը անորանունը այսպես իրոք շատ ծանր հոգեվիճակում է գտնվում մի ամբողջ համայնք եւ հայտարարություն է եւ այս ամբողջը շատ ներողություն եմ խնդրում ընդամենը 1 շաբաթ առաջ այս սպանությունից Թուրքիայի Հանրապետությունում ուրեմն մի կարդես ի հայտ եկավ այս կարդեսը 3 տարվա աշխատանքն է Հրանտ հիմնադրամի որտեղ ցույց է տալիս վարչական
դարածքը Թուրքիայի Հանրապետության պատմամշակութային արժեք ստեղծող ազգեր եւ նրանց ներդրումը այս հողում մեկ քարտեզագրված նաեւ վեբսայթ կա, որտեղ մեծամասնությունը ամբողջ այս տարածքի, հա, ուրեմն պատմամշակութային արժեքների 4600 հատը զուտ հայկական է, հասկանում եք։ Հիմա դուք պատկերացրեք, այս քարտեզը ստեղծող ազգը այժմ հարցականի դակ է տրված այդ ազգի պատմամշակութային արժեք կրող ազգի զավակների, հա, նման քստումների արարքը գադարելու հետ խայդարակ իրավիճակը։ Հիմա ես այսքանով բավարարում եմ, շատ մանրամասներ գիտեմ, եթե ուզում եք հանցագործության մասին ինչպես եղել, ոնց եղել, պատրաստեմ, բայց համեցեք ձեր հարցերը տվեք, որ դրանով պատասխանեմ։ Հայկական երկրորդ հեռուստալից թուրքական մամուլից և հեռուստատեսությունից փորձեցիք մի քանի բան ասել, իսկապես ինչ շեշտադրությամբ են այս վեբքին, ցավալի վեբքին անդրադառնում, երևի թե մի քիչ ավելի սրելով, հա, նաև իրավիճակը, և ինչ սպասելիքներ կան հայաստանյան իշխանություններից, քանի որ ձեր խոսքում նշեցիք, որ ակնկալվում է նաև, որ Հայաստանի պատկան մարմինները մասնակից դառնան այս քաոսային իրավիճակի շփման։ Բնականաբար։ Հիմա սկսեմ վերջից կամ առաջինին։ Այս դիգնոջը ագանչից բռնել եւ Հայաստան բերելը մի ժամվա պատմություն է։ Եթե Վովա Կասպարյանը չի կարող դա անել, Հացպանյան Սարգիսը գանի առանց նայ։ Հասկանում եք։ Նման կանայք ինչքան ուզեն դա։ Նման կանանց մասին Հայաստան Հանրապետությունում 25 տարի է գիտի։ Գիտեն այդ ամբողջ աղջիկներին, որ այստեղից տարվում են, ուր են տարվում, ինչ արվում եւ այլն։ Բայց ես երբևէ չեմ լսել, որ Հայաստանի պատկան մարմինները որևէ գործողություն անեն, սա կանխարգելելու համար, այդտեղի համայնքի հետ աշխատեն, հա, եւ այլն։ Ես հիմա երեքա դնգերոջը սանգեմ, մի թաղամասում ինչքան է դες դուք ինչքան հայաստանցի աղջիկը, բոլորը գիտեն, չիմացողը չի գա։ Երուզեր, հա, նրանց բոլորը գայտնաբերում են եւ մի րոպե դեպորտի են տարվում, առանց ոչ մի խնդիրի։ Հա, նրանց այդտեղ լինելը թուրքերը օգտագործում են, այս ասել համար դուք սա չեք, էս է գելի, հա, ինչ եք խոսում։ Ռեջեփ Թայիպ Էրդողանն մեկ գենթանի Երդողանի, հա, ֆաշիստ, այս պետության գլխին բադողած Թուրքիայի Հանրապետության։ Ելնում ասում է, ես եմ երագրում հայերի, ես չլինեմ, այս հայերը սոված գմերն են, դա ամոթ չի, Հայաստանի Հանրապետության իշխանությունները դրանից քեդնի տակ չեն մտնում, հա, ինչպես սրանից ավելի առնչություն, բայց մեր այդ ամբողջ օլիգարխները, որ իրենց բարեգործ են ձևացնում, չեն կարողանում այս աշխատանքները ստեղծեն, որ այդ ինստիտուտ ավարտած, գրթված մեր այդ հատվածը ոչ թե գնայ մարմինը վաճառ, այլ իր արժանապատիվ գիտելիքով մասնագիտությամբ Հայաստանի Հանրապետությունում իր օջախում իր մոր որ ընտանիքում նորմալ կյանք բարի, այս կան։ Հիմա կարող թուրքական մամուլը ինչ է կրում, գիտեք, ինչպես Հայաստանում, այդպես էլ Թուրքիայում մամուլը շատ խայդապետ է։ Նրանք ովքեր շատ հայամետ կեցվածք են ունում, անշուշտ չգիտեն ինչպես այս խայդարագությունից դուրս գա, հարցը վերածել են ավելի շատ սովետական միություն, խորհրդային միության մնացորդած, հա, ուզբեկն էլ այսպես, ադրբեջանցին էլ այդպես, կազախն էլ այդպես, սա մեր իմացած հայը չի, այդ հայը որ գոտորվեց Մուշ, Վան, Էրզուրում եւ այլ, չհամեմատեք, նմանատիպ բան է, ի պաշտպանություն այսպես ասած էլի, հա, եւ այլն, նույնիսկ ասում է, այդ հանցագործ ասել ես նվավակ չունեի մաղթուն ըսպաննեի, ուզում էի վնասազերծել, բայց մարդը խեղտամա եղել եւ այլն, որ չէի ուզում ինչու կհակավեցիր այդպիսի կաբանքով, որ ոչ մեկին չեն կապում, մարդը արդեն քեզի ինչ ունի դա մեջ տվել է, թող գնալի, եթե հարցը գողովուտն էր, ըսպանությունը որտեղից, կամ ձեր գնգան խփել է, ինչպես 80 տարեկան է Տիգին Այդասեդան եւ 86 տարեկան է Վարոն Հակոբ Տևերջյանը, նման այդ տարիքի մարդկանց, որ յուրաքանչյուր այդ հանցագործների մասին է խոսքը, բաբիկ ունեն, դադիկ ունեն, չայրմայր ունեն, ինչպես ձերդ գնաց անել, էլի, սա անհետեթություն է։ Եվ ուրեմն նաև այդտեղ բան եմ բերում, որ անկորձությունը, տնտեսական ճգնաժամը, հա, Հայաստանից արտաքաղթը եւ այլն այսպիսի լղոզված բաներով։ Սա այս հատվածը, մյուս հատվածը ֆաշիստ, կորշ կայլեր, իսլամական հատված եւ այլն, անշուշտ իրենց ամբողջ թույնը թափում են, չէ՞։ Իսկ սպանել սրան այսպես սրգայան է, դրանց մեջ է այս ամբողջը եւ այլն, անշուշտ հակահայկական բանի համար է օգտագործում, չէ՞։ Բայց Թուրքիայի պետական պատկան մարմինների կողմից ոստիկանություն, հակախազություն եւ այլն, որևէ հակահայկական բան
թեգուզ էսեն շղար շելի չի եղել, ես ամբողջ մամուլը շատ մանրամասն հետևել նայել եմ, ու պատկերացնում եք, այս իրենց տան աշխատող աղախինը, իրենց բարեկամն է, այս հանցագործ խումբին, ինքն է զանգելու ասել, որ շատ հարուստ ընտանիք են, որոնց մոտ եմ աշխատում եկեք, այստեղ եկա Աբրամկա էլի տանելու, պատկերացրեք։ Այսպիսին է, այսինքն մամուլի արձագանքները այդքանով ինչքանով Պարոն Հասպանյան, նշեցիք, որ այստեղ կան նախադեպեր, բայց ես ինչքանով որ գիտեմ, 2012-ին, 11-ին են եղել այսպիսի դեպքեր, սպանության ավարտով։ Հայաստանի քաղաքացու կողմից հայի սպանություն չի եղել։ Գա 3 Հայաստանի Հանրապետության քաղաքացի սպանված, նրանք հայաստանցիների կողմից չի սպանված, ցերասազարել։ Կա 3 աղջիկ, որ Անտալիա, Սամսուն եւ Ադանայի մոտ Մերսի սպանված գտնվեցին, որոնցից 2 հատը ըստ դվյալների մարմնավաճառ էին, իսկ երրորդը մարմնավաճառ չէր, բարձրապես հյուր էր գնացել հյուրընկալությամբ եւ թուրքերն էին սպանել, մեջտեղել։ Ես այդպիսի դեպքին ծանոթ չեմ եւ Մարիա Քյուչուկ եւ Սլովակիան դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից չէ, թուրքերի կողմից էին։ Ոչ, երկուսն էլ թուրքերի կողմից էին։ Մեկը սկզբում մի հատ ամենսունակ հայ կդան, որը հոգեգան հիվանդ էր, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի հայ, ու ասեցին, որ նա է արել, ու իրեն ցուցմունք վերցրեցին այդ ամենսունակ տղայից, որ ես եմ արել։ Որտեղ տղան ասեց, ես կապ չունեմ, ինձ վախեցրեցին ոստիկանները, ես ստորագրեցի, նույնիսկ ինքը ստորագրել իրավունք չունի, որովհետև հոգեբուժարանում մնացող մեկներ էլի, հա, այդ տղան հայի մասին է խոսում, հետո բացահայտվեց, որ նա չի, դա բացահայտվեց արդեն։ Նրանից հետո երկու սպանություն ևս հայության անտեպելի ձեր կանայք իրենց տան մեջ սպանվեցին եւ բոլորի հեղինակներն ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հայի, ինչով ընդհանրապես հային, հայության հետ որևէ կապ չուներ։ Առաջինի դեպքում փորձեցին թուրքերը այդ հայկական գործոնը բանել, հիմա արդեն փաստ։ Ուրեմն այս ամբողջ հանցագործությանը մերսայնիցները արդեն խոստովանել են իրենց մեղքը, 3 թալը դեղի ունեցել, ասում եմ 3 կալանավորված, այդ 3 տղաներ, որ այստեղ անունները կան, բոլորի կարող է գրել, որ նրանք կալանավորված են, մյուսների արձակնություն եւ արդեն հիմա բոլոր մարմնավաճառների շրջանակներում ցուցակ են կազմել հարյուրներով անուններ, որը պիտի շարունակվի այդ հետաքննություն եւ երևի դեպորտի գտերի այս բանը բավականին Հայաստան Հանրապետության քաղաքացիներին, նույնիսկ կարող է իշխանությունները Թուրքիայում ճնշում բանեցնի Թուրքիայի քաղաքացիացող մեր հայ համայնքին, որ ցերդուն աշխատող յուրաքանչյուր հայ տվյալները մեզ դիաղորդեք, իսկ եթե նման հաղորդում արեցին հայերը, այդ բոլորը դեպորտի ենթակա են եւ պատկերացնում եք մի 100,000-անոց համայնք ետ կկա Հայաստան այս հանրապետական իշխանության ժամանակա հատվածում։ Համեցեք։ Պարոն Հասպանյան, 2 հարց ունեմ։ Առաջինը, ինչքանով եք հավանական համարում, մանավանդ դուք ասացիք, որ նախորդ դեպքում մի քանի տարի առաջ, երբ որ ստիպելով են հային ստիպել, որ խոստովանի չկատարած հանցանքը, չարդարացնելով այս մարդկանց, ինչքանով եք հավանական համարում վարկածը, որ թուրքական իշխանությունը փորձել այս մարդկանց վրա բարդել այդ հանցանքը։ Եվ երկրորդ հարցը, ես ինքս բազմաթիվ հայաստանցիների եմ ճանաչում, որոնք ապրում են Ստամբուլում եւ շատ օրինակելի վարք են ցուցաբերում։ Արդյոք կարելի է բոլոր հայաստանցիներին վերագրել այսպիսի վարքից։ Ես ես քիչ առաջ ասացի, որ Սրիգա եւ Ոստովներ ինչքան ուզեք կան եւ դրա համար չի կարելի մի ամբողջ ազգին, հատկապես Հայաստանի Հանրապետության կամ նրա քաղաքացիներ բանանել, բայց եթե 100 հանցագործությունից 100-ն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ոչ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, ապա դա արդեն ընդհանուր է, հա? Ինչու այսօր 10 բողոքությունից 3 հատ Թուրքիայի Հանրապետության հայ չի անում 17-ը կամ 7 Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հարցի պատասխանը արդեն ինքնին դալիս է։ 10-ից 10 Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ յուրաքանչյուր երկրում, ոչ միայն Թուրքիա, Գերմանիա, Դանիա, Շվեդիա, հաշվի ինչքան երկիր դες աշխարհում չի գա այդ մեկը, գա այդ մյուսը, եւ դա արդեն ընդհանուր բարձիկ է ձևավորվում։ Գալով այդ առաջին հարցին, որի պատասխանը արդեն առաջինից փոխվեց, այս մարդիկ այս սպանությունը կատարելուց հետո որ դունից դուրս են եկել։ Այդ ամբողջ փողոցների մոբեսե գոչված կամերաները նկարանել են իրենց վարձած ավտոմեքենան, հա, իրենց շարժը։ Երկուսը գնացել են այրոպորտ, այդտեղից օթանավով դրել են, ամբողջը նկարել են ծայրից ծայր։ Օթանավով Թրաբզոն են իջել, մեկը ավտոյով է գնացել Թրաբզոն,
Ֆրանսիոն գնացող ավտոյի հետևից 4 մեքենա ոստիկանություն ամբողջ կամերաներով նկարված։ Հեռախոսային բոլոր խոսակցությունները ձայնակ մորակույրն է եւ այլն եւ գողոնի թաքսրածները ամեն ինչ շատ մանրամասն է, ասենց այդ որ ասում էր մի ժամանակ Ուչասկովի գործ, այդպես քեզ ռոբին բացայդված է եւ այդ դամ մեջ որտեղ իրենք բան են գտնվել է շատ գերց անձնակրեր։ Ես ուզում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուշադրություն հրավիրել, որ ինչպես է լինում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մոտ երևի թե Հայաստանի Հանրապետության գերց, որովհետև այդ մասին մամուլը չի նշում, գերց անձնակրեր հայտնաբերում յուրաքանչյուրի ֆոտոյով 3-4 հատ տարբեր անձնակրեր են գտել, ու երևի երբ որ թադը լինի այդ ամբողջ փաստերը մեջտեղ կան, ուստի սա ուղիղ հակառակն է։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ նման բան չլինի, եղավ թուրքը դա օգտագործի, ոչ թե թուրքը բարդում է, չեղածները անմեղ հայերին եւ այլն, սա այդ դեպքը չէ, հաստատ չի, ոչ մեկ խնդիր չի գա, եւ որովհետեւ այդ տան աշխատող գինն է խոստովանում, որ բոլոր զանգերը մեկ-մեկ Հայաստան, որ տանը զանգվել է, երբ էստեղի մարդը դուրս եկել Վրաստանով գնացել Թուրքիա լրի քարտեզ էլի, այդ ամբողջի հանցագործության նախորդ ընթացքում եւ հետո այո, բայց դա նշանակում է, որ իրենք այդ կամպանը չեն հաշվարկել։ Մարդը գնա իր օգտագործած ինչով որ Թուրքիայի մտել սա բաթումով անձնակրով ավտոմեքենա հանցագործ եթե լինի, էլի մարդը ավտոմեքենա կվարձակալի, հենց այդ ավտոմեքենայի վրայի համարը, որ կամերայով տեսել են 3 տղա նստեց, դան արջև ավտոն կգանգարեն, դան արջև, որտեղ գողով դանում են։ Այսինքն սա այս կացսանը անհետ է։ Ուրեմն մի անգամից արդեն գեշ ժամի դու իմացել են, ովքեր են, ինչ են, անձնակրերի դվյալներ, մուտք, երբ են մտել Թուրքիայի Հանրապետության վարչական տարածք եւ այլն։ Ու այդ ամբողջը եղած չեղած իր մորակրոջ տունն է տվել, ինքնոջ անունը Ռոզա է, որը շատ մեծահարուստների ապրած Իստինիա թաղամասում մի հատ շշմեցիչ միլիարդադեր, միլիոնադերների ապրած տանն է ապրում է Տիգին Ռոզան, այսինքն հիմնական թերագադարում ունեցող այդ 3 տղայից մեկի հարազատ մորակույրը, որի քույրը այստեղ հարավարամիդյան թաղամասում ապրում, ուրեմն այդ ամբողջ կողոնը դվել են իրեն, այդ կողոնից եսից ավելին մյուս օր առավոտյան ժամը 10-ին Իստանբուլից Թիֆլիս գնացող վրացական մի ավտոբուսում իբրև իր քարգո հանձնվել է եւ այդ քարգոն հենց սահմանում է բռնվել, այսինքն իրենք խոստովանություն արդեն վերցրել են, որ այս որտեղ էս ոսկիները որ դարել եք մոտ $350,000, ասել են Թիֆլիս գնացող բանին հանձնեցին իբրև քարգո, որ Թիֆլիսում ստանան, ու դա արդեն ճանապարհին նախքան Թիֆլիս հասնելով բնականաբար Տրաբզոնը մի քիչ անց արգրավել է այդ կողմը, էլի այդպես եւ նույնիսկ այս իրանց վրայից Տրաբզոն Պարոն Հակոբ Դեմիրճյանի ամենօրյա օգտագործած ժամացույցն է դուրս եկել։ Այդ ամբողջ լուսանկարները կան շատ բան էլի, այսինքն ոստիկանությունը այդ աստիճանի կոնկրետ արել աշխատանքները, որ այդտեղ խոսքներ չի կարող, որ երձիկ է, այդպիսի բան չի գա։ Ներողություն։ Իսկ հնարավոր չէ համարում, որ հաշվի առնելով այդ մարդկանց մի մասը ասում եք կողմիկներ են, մի մասը հանցագործներ են, թուրքական հատուկ ծառայությունների կողմից լավ մշակված ծրագիր է եղել, օգտագործելով այդ մարդկանց, փորձել այսպես ոչ մեկ խնդիր չի գա, անշուշտ ես վստահ եմ, որ այսօր Թուրքիայի Հանրապետության վարչական տարածքում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից գրեթե մի 1000-ից ավելը աշխատում են Թուրքիայի քաղաքնի գործակալությունների համար, ինքս չեմ բացառում, նույնիսկ բավականին այսպես ասած կասկածյալ մարդկանց գիտի համայնքը, որոնք աշխատում են Թուրքիայի իշխանությունների համար, ես վստահ եմ, որ նրանց մասին տվյալներ ունի նաև Հայաստանի Հանրապետությունը, իբրև պետական մարմին, իսկ Թուրքիան նման այսպես ասած մի հատ դետեկտիվ պատմություն սարքելու համար սկանչելի արյուններ 2015-ին յուրաքանչյուր օր նման բան անելու, որը չարեց։ 365 օր Թուրքիայի Հանրապետությունը եթե ուզեր այդ սցենարը, որ դուք նկարագրեցիք նայրի, ամեն օր կաներ, որովհետև դրա սկուդերի վրա դրված համայնք այդտեղ յուրաքանչյուրը պատրաստ է հանցագործության։ Այսինքն այստեղից ազնիվ աշխատանքի մղումներով գնացած բավականին մարդ կա, որ որևէ հանցագործության հետ կապ չունեն, դրանից 6 ամիս հետո հանցագործ այդ ցանցի մեջ են մնում եւ իրենց կենսակրությունը փոխվում է, այսպես ասած անելանելի վիճակից, թե իրենց տան չստացած դաստիարակությունից եւ այլն, ինչքան անգամ կարող են դժ։ Ուստի ես չբացառելով ձեր այդ վարկածը
ինքս հավանական չեմ համարում կոնկրետ այս դեպքի մասին է խոսքը։ Այս համեցեք։ Պարոն Ասպանյան, դուք նշեցիք անձնագրերի հետ կապված, հիմա դատական այս ամբողջ գործընթացների ժամանակ բնականաբար հազար մի հարց է առաջանալու եւ պետքա հարցումներ, գերություններ, այս կողմում, բայց հարաբերություններ չկան։ Հիմա սա ո՞նց է արվելու։ Միգուցե մեր մարմնավարժողները օգնեն այդ հարցերը միանգամից։ Դե եթե ես դիգնոջը մեր իրավաբան մարմինները հայտնաբերեցին, ամբողջ ցանցը հայտնաբերում ոչ մի խնդիր չի գա։ Այո, քանի որ երկու իրավետ դիվանագիտական հարաբերություն ունեցող երկրի մասին է խոսքը, Հայաստանի Հանրապետություն եւ Թուրքիայի Հանրապետություն, սերտ ասած բանը իրավական հարթությունում դուրս է գալու։ Եվ ճիշտ ասած անհայտ է ինչ լինելը, ես ձեզ ասեմ նաեւ մի փաստ, որ այս անձնագործությունը կատարողներին անմիջական օժանդակող երկու հոգի այս 6-7 օր անընդհատ քրվում էր Թուրքիայի, ես ուզեցի հասկանալ էլի, կան էլ Թուրքիայի հայերը, այսպես ասած վիրավորված, այն մարդ չի գա Թուրքիայի, ինչու են ասում Թուրքիայի, դուրս ելավ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, Թուրքիայի քաղաքացիությունը ստացած։ Հիմա արդեն թուրքական մամուլը քրում է, որ ցակումով Հայաստանից Թուրքիայի Հանրապետության քաղաքացի անցնող Երուսաղեմին 15 հոգի են ամբողջ խումբը, 15 օգուստ 12-ը իքական սերի պատկանող, միայն այդ 3 հոգին են, որ Հայաստանից մնացած այդ գործողությունը կատարել են եւ հիմա երևի իրանց մարտահրավերության մեղադրանքով պիտի դատեն, ոչ թե գողոտ եւ այլն, ու դա ծանր բան է, ու պատկերացնում եք մի հայ Հայաստանի քաղաքացի այդ հանցանքով պիտի նստի այդ երկրում, որտեղ սրանից 100 տարի առաջ այդ ամբողջ փանդերը հայերով էր գծված, ազգային ազատագրական պայքարի նվիրյալ մեր այդ լուսաբսակը կարելի ասել սերունդի, որ դանջում էին այդ պաններում Թուրքիայում, Թուրքիայի պանները մենք նաև գիտենք ես քիշերային ջբնդաս չէ, կինոֆիլմից ճիշտ է անգլիական եւ այլն հիմա հայը պիտի գնա այդ նույն պանդում իր ազգակիցին, իր հայրենակցին սպանելու կամ նրա ունեցածը թալանելու փաստով պիտի նստի եւ թուրքերը սա անընդհատ դակասնելով պիտի բերեն օրագար դուք կտեսնեք, որովհետեւ սա իրենց համար օգտագործելի արիթ է։ Եվ պիտի ասեմ, որ տեսնում եք, սրանք ծերած պանություն վահան չգիտեմ ինչ են դնում, սա են էլ է, սրանք երկու գոբեք շպրդես, ամեն ինչից ընդունակ են սրանք, այդ ասճանի վատ պան ես եղածը, պիտի մեր հոգեբանները ես հարցով սպալվեն պան, ես սկան գուզենայի, որ Հայաստան Հանրապետությունում է համադարած այս կորձով, ընդհանրապես սպիրկ Հայաստան գաբերի հարցով, որից ես սպիրկ չեմ ամարում դուրս եմ տնում, բայց Ֆրանսիայում ես նույն խնդիրն է։ Այսինքն, եթե ես հիմա խոսեի ես կան ինչ-որ պատմեցի Ֆրանսիայի մասին, հավատացեք մի 100 օրինակ կտերեի, Գերմանիայի մասին։ Ես Գերմանիա անցյալ տարի եղել եմ, ավտոյով մեծ ճանապարհով գնում ենք Բերլինից, ասում ես ճանապարհը հայերն են նայում, ինչպես։ Գերմանիայի ավտոբանը հայերն են նայում, նայելը որն է, ես չի հասկանում։ Փանդում նստելուց իմացա նայելը որն է, զոննայով դար, ես ալ գիտեի զոնով է նայում, հասկացել նայել ինչ է ռեկետ են անում։ Մեծ ճանապարհներ է, դա գերմանացին է զարմացած։ Ես իրոք չի հասկանում, չի գալու, ասում եմ, դա իրոք այդպես է, ես չեմ գալու։ Գերմանիայում ինչքան ուզես հանցագործ դարգա, բայց մերինները շատ ցցում աչքի առաջ են, Ամերիկայի Միացյալ Նահանգներում նույնպես որը անհեթեթություն է, էլի։ Անասին իսկապես ինչպես են կապ հաստատել, հիմա այդ 3 հոգում որ Արտգործ նախարարությանը դրել, դուք այդ հարցը, արտգործ նախարարությանը թիմել է Թուրքիան միջնորդավորված։ Թիմել էր, որ հաստատի սրանք իրոք Հայաստան Հանրապետության քաղաքացիներ, արտգործ նախարարության մամլոխոսնակը, Դիկրանը, Բալայան հաստատել էր, որ այո, այդ սերբակալվածները, անձնակրերը եւ այլն, այսինքն անձնակրային եւ վիզաների վարչությունից ճշտել էին։ Հիմա ես ուրիշ մի հատ օրինակ միդասեմ, որ դարձել ոստիկանական ոլորտից եւ պետք է բանավազությունը ոստիկանությունը սպառվի, յուրաքանչյուր դեպորտի ենթարկված մարդ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Թուրքիայից, գալիս է չէ դեպորտի ենթարկվում Հայաստան։ Գալուց մեկ ամիսելու հայտնում է Թուրքիայում այլ մասնապրով, այլ անուն ազգանով։ Ես բայց այդտեղ այս մարդկանց մատնետքերը կան, նկարված են, չգիտեմ ուզում ասել Բաշար ունեն Թուրքիայի ոստիկանությունից ցեխում դոսիեներ ինչքան ուզեք, եթե բռնվեցին նման մարդիկ այլ անձնակներով, մեջտեղ կան։ Ես Հայաստանի ոստիկանությանը բարձրապես թիմում եմ, պիտի անձնակրային եւ վիզաների վարչությունը սպառվի այդ գրնագի, երագի, գուցե քարագի, հատկապես Թուրքիա ուղղությամբ եղածների մասին է խոսքը,
անստակրերի եւ դրանց դեպքերով ասում, մարդը չի կարող երկու դարբեր աչք ունենա, երկու դարբեր ականջ, երկու դարբեր քիթ։ Ինչպես կարող է այսօր այս անստակիրը գրես, մյուս օր մյուս անստակիրը գրես։ Դա անհետեցություն է, ուզում ասել մեր pedagogan marminleri անկորձության մասին եմ ես ուզում բարձրաձայնել էլի, եթե լիներ իրավական բնության, իրավաբախ մարմինների իրենց բարձրության վրա գտնվելու փաստը, մենք նման խայդարակ իրավիճակում չենք գտնվի։ Ասում եմ, Բաթում անցեք, խնդրում եմ իբրև լրագրող էլի, նստեք մի հատ մեքենա, գնացեք, ոչ մեկին չեք ճանաչում։ Ասեք, որ մենք աղջիկ ենք ման գալիս, քեզ գասե հայ, քանի տարեկան ես ուզում, երբ բերեմ, նստիր այստեղ գնանք բերեմ, հասկանում ես, ասա, շշմելու բան, շշմելու, ու ամփոփ սերուզով դրանց գնում ես մինչև Իստանբուլ, արդեն այլ քաղաքներ են գնացել։ Ես այս 3 օրը խնդրում եմ էլի, սա այդքան ամոթալի բան է։ 3 օր է այս գործով եմ զբաղված, այսպես դունից դուրս չեմ եկել, որովհետև չեմ կարողանում իմ մարդու երեսը նայել էլի, որովհետև ամեն մարդ ասում է, «Հո դու Իստանբուլում ինչ եղավ Ասպանիան, դուք իմանաս բան», ուրեմն մի հատ նոր վեբկայքեր չեմ հայտնաբերել, մուսուլման հայեր կոչում է, իսլամացած հայեր։ Ու Հայաստանից գնացած քաղաքացիները ինչքան ուզես այսինչ գինը առաջ կոչում էր Արշալի Սուրաբյան, հիմա Հատիջե, չգիտեմ ինչով է դարձել, Ուրֆա, գլուխ գաբել է մեր Հայաստանից գնացած 24 ժամանակ աղջիկ, այմեն սիրուն, գողքը միակներ դրա բաբիկի տարիքի թուրք, ամուսնացել է, իսլամ է ընդունել, հա, ես պիտի Ղուրան ուսումնասիրեմ եւ այլն, իրենք դա պրոպագանդում են այդտեղ։ Հայերը մուսուլմանություն ընդունում են իբրև այսպես ասած արդար դրոն։ Ինչքան ֆոտոներ Եզում է այսօր պերելս, այմ ատեսկան խայդարագությունը հերիք է մենք ածագործության շուրջ խոսենք, միադավ դա խոսենք, Թուրքիայի Հանրապետության 80,000 հայությունից մի հատ հայ չեք գտնի, որ գնա իսլամ ընդունի, մի հատ Թուրքիան ամուսնանա ու էդենց գնա անուն ազգանում է փոխի, չգիտեմ ինչ, սա շատ էլագերքիր բան է, Ռիզե, Տրավիզոն, Անկարա, Չանկրը, Թեկիրդա, Ուրֆա, Մարդին, հենց գնացած աղջիկ, ինչպես 18 տարեկան, 20 տարեկան, 21 տարեկան, ինչպես գնացին, ինչպես ամուսնացար, ոնց թուրք դարձար, երեխա ունեցել, երեխաների շարել է 4 հատ երեխա, Իբրահիմ, Հասան, Մուստաֆա, չեմ հասկանում։ Սա աղավաղում է ձայնից ծայր, մի ազգի գենոֆոնդը բանի վրա է տրված, հարցականի վրա է տրված, իրոք եմ ասում, սա պիտի լուրջ մեր ամբողջ համագարկը Հայաստանի Հանրապետությունում լուրջ սպավի, սա ինստիտուցիոնալ խնդիր է, որովհետև այս արդակարգի պայմաններում սա ոչ միայն պիտի արագ կանխարգել է, այլ որպեսզի սա չզարգանա, զարգացում չապրի, դրա առաջարն է։ Իսկ շատ ներողություն դրա համար Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարողանում է Սերժ Սարգսյանին ասել, ու 100,000 քաղաքացու ես եմ երագրում, սոված եկել են իմ ոտս են ընկել, այստեղ մի ոսկոր ենք շպուրդում ուդում են։ Պատկերացրու եք, սա սրանից ամոթման ոչ մի pedagogan մարմինին չի ասվել, Էրդողանը դա ասել է բազմիցս, եւ ասում են, երբ ուզեմ ասեմ, մի ժամանակատություն է իրենց համար, հասկանում եք, սա իրենք շահագործելու համար չեն անում, բարը դնստացնեն, բոլորին ավտոբուս եւ կքշեն Հայաստան, դուք պատկերացնում եք Հայաստանի սահման, Թուրքիայից դեպորտի ենթարկված Հայաստանի Հանրապետության մի հատ գալոն է, որ Տրավիզոնում է, սկիզբը վերջը հասել է Բաթում։ Դա կանեն, երբ ուզեք կանեն, ասեն այս հասկն է, որ Մուշ, Վան, Էրզուրում, Ցեղասպանություն 15 թվից է խոսում։ Ինչ եք ասում, ինչ եք ասում։ Սա է իրավիճակը, համեցեք դրանք։ Կարող է այդ որը կարողություն լինել, կարող է դարձնել նաև Թուրքիայի իշխանությունների կողմից արդեն այդ մոզաիկ բնիկ հայերի նկատմամբ Ոչ, բոլորը այդ պատճառով ոչ, երբևէ չի լինի, ես ինքս բացառում եմ շատ լավ ճանաչելով Թուրքիայի համայնքը, հայաստանցիների և թուրքական իշխանության երանգնում, այդ ծեր ասած սցենարը գրեթե 0.01 հավանականություն չունի, ընդհանրակը նրան հենց սեր խրելու համար, վիղ առաջացնելու համար չէ, հայ հայաստանցի պատկերացնում եք գշերք են գրել, թուրքերն են հայտագործում են, շահագործում են, այսինքն չարս շահագործում են, շատ վատ բացասական իմաստով, ասում են մեր հայերը, մեր քաղաքացիները դրանք սրբություն են, աշխատող, արարող, հարգերը մուծող, հլու, հնազան, բեդության, օրենքներին երբեք ոչ մի ժամանակ հակառակ չեղած և գովաբանում են այդ հայության, և դա իրոք այդպես է, այսինքն նա ոչ թե որովհետև իրենք գովաբանում են այդպես, դա իրոք այդպես է։ Ես չեմ ճանաչել, այ մարդ ծնվել եմ, մեծացել եմ մի ամբողջ այդ երկրում, չեմ ճանաչել, մի հատ հայ որ գնում մի բան գողացած լինի, ինչ որ մեկին գցած լինի, չի գա դրանց բան, չի գա, հացարվում է,
հայը հային հնարավոր չի։ Այսին հայը Թուրքին մեգա բացառում է, ոնց կգցի, երկրորդս այս գցել պատմությունը, որտեղից է դուրս եկել չգիտեմ։ Ես այդքան ազնիվ արևդրականներ եմ ճանաչում Հայաստան Հանրապետության քաղաքացի, որից հետ այսպես ասած կորզար կանող են, հա, կորզնական աշխարհի մարդիկ, շատ ազնիվ ճանաչում եմ։ Ասում եմ Սարգիս ջան, մենք որ գնում ենք իրանցից լիսեով ապրանք ենք վերցնում, ասում եմ իրենք մեզ տալիս են 100,000, 200,000 դոլարի ապրանք վստահելով, մենք կարող ենք դա վերցնել ու չտալ չէ փողը։ Իրենք մեզ վստահում են, խոսքը թուրքերն է վերաբերում։ Վստահում Հայաստան Հանրապետության քաղաքացին։ Ասում եմ ադրբեջանցին իմ առջևս նույն խանութից, նույն մարդուց ապրանքի ուզում չի տալիս։ Թուրքը ադրբեջանցուն չի տալիս։ Ասում է դու մաքուր չէ, խաբեբայ հայերը չեն խաբում։ Հիմա սա է դա, հասկանում եք։ Քիչ առաջ որ նայերին ասում եք, ես այդպես չկամ ուզես մարդ եմ ճանաչում։ Այս ամբողջ երթևեկությունը կազմակերպող կազմակերպություններին գիտեմ Հայաստան, որոնց թե դերերին եմ ճանաչում, թե մնացածին, որևէ անազնիվ բան ես իրենց կողմից երբևէ ինչ լսել եմ, ինչ ուրիշից եմ լսել, ինչալ այդ մարդկանցից են նման բան, նույնիսկ իրենք, այս ավտոբուսները չեմ մնում, գնացեք կայարան, խնդրում եմ, էլի ժուրնալիստը, գնացեք նկարեք, ավտոբուս նստավները նկարեք, այդ ավտոբուս նստավները այդ մամմա Ռոզային մոտ գնացողներն են, կտեսնեք էլի, իրենց հակուկաբից, ամեն ինչից, ոչ թե գնում եմ մի գդոր հաց, տերի դունը ինչ-որ բանի համար գնաս ապրանք տերի ինչ-որ ծախի էժանակին, ապրանք էժանակին շուգայում, այլ գնում է այդ կորձի համար ու այդ ավտոբուսի ընկերությունների, այսպես ասած պատասխանատուների հետ այդ շփումից ես ասում եմ, որ իրենք էլ ասում են, մենք էլ ենք ամանչում, ինչ անենք, կարող են ասել չնստես այստեղ գնա, ոնց ուզում ես գնա, բայց ասում է հաճախորդը նստում է մնացած այդ նման եւ այլն, հիմա սա է իրավիճակը, այսինքն Թուրքիայի Հանրապետության քաղաքացիական ցածող հայությանը հadoop այսպիսի իրավիճակում ճնշում չեմ փանեցնի, որովհետև փանեցնելու ոչ մի նախադրյալ չի։ Մի բան պիտի լինի դրան տանեն, իսկ նման բան չի գա։ Եվ պատկերացնում եք, նրանց ընդամենը 2-3 շաբաթ առաջ մեր Արսեն Ջուրֆալակյանը հենց Իստանբուլում ոսկե մեդալ է շահում, Հայաստան Հանրապետության դրոշը հիմնը ամբողջ բոլսայությունը հպարտությունից Facebook-ը դրակում էր։ Արսեն Ջուրֆալակյանի Հայաստանի դրոշի ցերկը ասենց այսպես ասած հաղթանակած նկարը բոլսայերի դուներն են զարդարում։ Այդ հպարտությունը ապրող ազգը, ազգի զավակը 3-4 օր հետո համոթից կետնի դարի մտել։ Եվ ամենավատը այդ հատվածն է հայության, որ յուրաքանչյուր բանում ամիջապես Թուրքի մեղավոր գտնող, ուրեմն այս սպանությունները որ եղել են, մատեսնում եք թուրքերը ինչ անասուն են, դες ինչ ստումների սպանություն անում, մեր ձեր մարդկանց անբաշխան բան, դուրս եկավ, անողները հայեր են, հիմա այդ հատվածը լուր ջիրա, այստեղից վերացել եմ, որովհետև ինչ ասել։ Ոչ ոք չէր կարող մտածել, որ նման իրոք եմ ասում, Խայդարը բանը անողը կարող էր հայ լինել ծագումով, ու իմ Facebook-յան էջում որ նոյան նավանես ասորիզի մասին ես հաղորդումը դվել էի 3, մտեք կարդացեք Հայաստան Հանրապետության քաղաքացիների գրած մեկնաբանությունները սպիրկում ապրող եւ բան, ասում են մենք էլ ենք ամաչում մեր ապրած երկիրներում, որտեղ մեր մասին յուրաքանչյուր դասական սպիրկահայ մտածում է ճիշտ այդպես, ինչպես հիմա այս Խայդարակ իրավիճակն է, որտեղ ասում են իրոք մերինները հանցագործությանը գնում են, միտված են դրան, հասկանում եք, իսկ այդ դասական սպիրկահայ կոչվածը 15 թվականից հետո, դերզորից առաջացած սպիրկի զավակը, ասեցի, մի օրինակ բերի Ֆրանսա, որ առանձնահատուկ եւ դոկտորական պաշտպանելու բան է, թեմա է, ինչպես կարելի է, որ մարդը հանցագործություն չկատարի, սոված է, չէ՞ մարդը, հասկ կողանալ, չի կողացել, սոված է մնացել, բայց չի կողացել, իդանացին, սոված չի եղել, մայրունը հայրունի ընտանիք ունի, կողացել Լեհը կողացել է, հասկանում եք, ուրիշ ազգությունները ռուսը կողացել է, հայը չի կողացել, չի գարացել, որ ասեն հայը սոված են, հաց կողացել, ոչ, ինքը սովը դարերը, բայց չի կողացել, որտեղ այդտեղ ազգային հատկանիշները կան, դաստիարակությունը եւ այլն եւ այլն։ Հիմա այդ հայից, այս հայ 100 տարվա ընթացքում անցումը իմ համար անընդունելի է, անընդունելի է, թադաբարդելի է, այդ որ ֆիլմում ասում են ձեր նմաններ Խայդարակի ռեսպուբլիկա, հենց սա է, նման ստրիկաները, նման ստոր արարածները, որոնց ես այդքան ուզենայի հայ չլինեին ծագումով, Խայդարակում են ռեսպուբլիկա, այսինքն դա մեր պետության վարգանիշից զերոյացման կբեր, հասկանում եք, եւ թուրքը ադրբեջանցին, ում հետ մենք առօրյա ասենց շփման Խայդարակ իրավիճակում, սրա դայից պիտի դուրս գանք,
շատ հեշտ ասել, հասկանում եք, կարող է ցանկացած մարդ ասի, գիտես ինչ կա, երեքան էշ ինչ որ էշություն են արել, դա ինչ է վերցրել բան, բայց վիճակը դա չի։ Դրա համար ես ես խնդրում եմ շատ ողջախոհ այս ամբողջի մասին ինքներդ էլի մի հատ լրագրողական հետաքննություն կատարեք ու նրանից հետո նոր մամուլով հանդես եկեք ու գոչ արեք հետամուտ։ Տեսեք հենց հիմա Քերագույն խորհրդի ժողովը Սուրբ Էջմիածնում եւ Բորիսից հոգեվորականներ են այստեղ։ Բոլսո հայկական այսպես ասած համայնքի հոգեվորականները այստեղ Էջմիածնում։ Դրանցեք հարցազրույց արեք։ Ասեք էս ինչ վիճակ է, հա? Այդտեղ ինչ է համայնքը անդեր է, անդերական է, այդ ոնց է լինում որ այսպես է։ Այդտեղ դեք մոտ 10,000-ի մենք երեխա ունենք փոքր տարիքի Հայաստան Հանրապետության քաղաքացի։ Այստեղից գնացած մարդկանց երեխաներն են։ Ոչ չի կարող է երեխան դուրս հասկանում եք, ոնց պիտի մեծանա երեխա։ Դներում Թուրքիայի հայերը դներում հավաքում են, ասած որ ես նույն այսպես սեղանները դրել են, այդ բենքին հայեցա երեխաներին հայերն են սովորացնում, որ ինքը գրթություն է ստանա, հասկանում եք, բայց ինքը չի կարող գնալ նորմալ դպրոց եւ գրթություն է ստանա, կարգավիճակ չի։ Ինքը այդտեղ գա ֆիզիկապես փաստաթղթով չի գա։ Թաքուն են, էլի թաքնված են սպան։ Խեղում են տասնյակ հազարներով մեր քաղաքացիների ճակատագիրը։ Սա Հայաստանի Հանրապետության իշխանությունների թողդվության եւ անկորձության արդյունքում է։ Ինչպես կարելի է քո երկրի, այսինքն ընտանիք է Հայաստանը, քո ծնողդ իշխանություն, բեդություն, հա, այսպես փարցի թողնի մի ամբողջ, ասում եմ, գրեթե Թուրքիայի Հանրապետության քաղաքացի ամուսացող հայության թվականագին, հա, մոտ 100,000-ի ասնող հայություն այս վիճակում։ Ինչպես։ Համեցան գուցե նաև թեմ այդ կուրսը չգիտեմ, ո՞նց է հայցում այսօր ինչ խնդրի առաջ է կանգնած, դուք մկրտության խնդիրն եք հազինցս, որ հիմա ասեցիք նաև եպիսկոպոսատ ժողովն են ինչ խնդրի առաջ այսօր։ Նույն վիճակն է եւ ես գրավոր առաջարկություն եմ արել անցյալ շաբաթ, որ Քերագույն խորհուրդը այս որ արդեն սկսել է 3 մի շաբաթ է դեպելու ընդունում եմ դուք աչալով շեդերեք այդ բանին պետք է այդ բռնի իսլամացված ցեղասպանության արդյունքում որ բացած երեխաների իսլամացման մասին է այդ հայ երեխաների մոտ 330,000 որը հիմա միլիոնների ասել նրանց զավակների շարավիղների գրգին հայության վերադարձի համար քրիստոնեացման ճանապարհին խոչընդոտները վերացնելու միտված պետք է որոշում կայացնի։ Ուրեմն սա դեպի մեր եկեղեցին անի, Հայաստանյան Սարաքելական եկեղեցին եւ այս սոբը 2013-ից որևէ որոշում չի կայացրել մեր եկեղեցին ամենահայաց կաթողիկոսը եւ մնացած բոլոր առաջնորդները եթե մի մարդ գալիս թիմում է, չգիտեն ինչ անի։ Ոսած նայում են մարդու աչքերի։ Ինչպես ասեցի, քիչ առաջ մուսուլման դառնալ ընդամենը մի րոպե է դեպքում։ Եթե դուք ուզենաք իսլամ ունել, մի րոպե, մի հատ նախատեսություն ես ասում, ինքը ասում ես մարդ իսլամ է, վերջ, հա։ Ուրեմն մարդկանց գրգին քրիստոնեացման ճանապարհին վերահայացման միտումը հայացում է, ոչ քրիստոնեացում։ Բայց քանի որ ինչու չգիտեմ հային նաև նկատում են քրիստոնյա, այսինքն հայ քրիստոնյա, հա, այդպես է։ Անհետ է, բայց այդպես է, հա։ Ուրեմն այդ իրենց վերահայացման process-ի համար բարդատիր պայման է դիտում հայոց եկեղեցում գնկված լինելու փաստը եւ Հայաստանի Հանրապետությունն իրենց անձնակիր է տալիս Հայաստան Հանրապետության քաղաքացիություն։ Միայն մի դեպքում, եթե այդ հայը գնկված է։ Եթե գնկված չի, եթե աթեիստ ես ուզենա, չես կարող Հայաստան Հանրապետության քաղաքացիություն դատիրացնել։ Սա իրավիճակ, անհետեթություն է, բայց ես դրա համար այստեղ մանրամասնից եմ նվեր, որ ինչ անհետեթություն է, նշանակում մեր բացությունից պիտի անենք դիկրամերց եւ մնացածին, դրանք հայ չեն, դա մեր բացություն չէ։ Մեր բացությունը սկսում է քրիստոնեացման շրջանից, ուրեմն հadouk Արամ Աթեշյան սրբազանը, որ ինքը դավանապող ընտանիքի, հայ ընտանիքի զավակ լինելով հանդերձ, այսօր Բոլսո Բադրիարքարանի, հա, դադար աթորի վրա նստած, Մեսրոպ Կուտաֆյանի աթորի վրա նստած բազմաց փոխանով դեղավաղը, խոչընդոտներ է առաջացնում բոլոր այդ իսլամացված հատվածին հայության գրգին ուրեմն վերահայացման ճանապարհին, որը ես մեղադրում եմ, դադարում եմ եւ հանցագործություն եմ դիտում
Արամ Աթեշյան Սրբազանը Հայաստանում է, Էջմիածնում է, խնդրում եմ նրանցեք իրար հարցազրույց արեք, ասեք ինչու եք դուք այս խորհրդները ստեղծում, ինչու այսօր մենք պատրիարք չունենք, 7-8 տարի է մենք պատրիարք չունենք, անկլուխ անհեթեթ մի հատ իրավիճակ է, ինչու ամենահայոց կաթողիկոսությունը լռում է, այս ասամբուչ ինչուներ են, բայց այդ ինչուները պիտի բարձեն միայն, երևի թե ես այդպես եմ մտածում, հայրենի զանգվածային լրատվական միջոցները, այսինքն դուք ունեք այդ իրավասությունը հարցեր տալու եւ պատասխաններ ակնկալելու իրանցից, խնդրում եմ թիմեք, իրենք հատուցած պատասխանը, հասկանում եք, եթե հիմա մենք ունենայինք պատրիարք, մենք Բորիսում ունենայինք համայնքի ղեկավարման ինչ-որ համագարկ, նման հանցագործությունների հավանականությունը երևի փոքրակույնս կլինեին, հասկանում եք, կարող է լինեին, որովհետեւ նման սրիկաները լինելը ոչ ոք չի կարող կանխել ստորությունը, խայդարարությունը, բայց դա գտնել 1%, չէր լինել 5%, հասկանում եք։ Այսինքն համայնքը գազམ་ակերպել նայեք, համայնքը գազམ་ակերպել 10,000 հայ երեխաների, փոքրիկ երեխաների ուսումնառությունը, հասկանում եք, ինչ անեն, որ իրենք, այո, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի չէ, բայց դες միլիոն դոլար Պակիստանում կա Թուրքիայի Հանրապետությունում, այդ երկրներից է դες, չէ։ Մենք ունենք հայկական դպրոցներ, այդ նշանակում է յուրաքանչյուր հայ, զակումով հայ, պիտի հայկական դպրոցներ ունենա, հայեցի 10%, դա իր հայերեն դեսում է։ Մորից ասած դերում ասին, եթե լիներ Չարենցավանում, Հրազդանում, Երևանում, հայերեն դպրոցում, մենք ունենք դպրոցներ, այս դպրոցների ուսանողներ են նախկին աշակերտներ, այդտեղից են շրջանում։ Այո, որ բանում ես Թուրքիայի Հանրապետության գրթության և գիտության նախարարությունը չի տալիս թույլ դրություն, որ այդ երեխային տանես, ասենք Եսայան վարժարան, Սահակյան վարժարան, Կարագյոզյան, Մխիթարյան եւ այլն, տանես ինչպես Թուրքիայի Հանրապետության, ինչպես եղբորս երեխաները, քրոջս երեխաները գնում սովորում, ինչպես ես եմ սովորել, նաեւ քո երեխաները սովորում։ Քեզ չի թույլ տալիս։ Հասկանում եք։ Բայց Նիժերիացին դնում է թուրքական դպրոց, Փախստական, Սենեգալցին դնում է, Եգիպտոսին դնում է, այդ դարբեր երկրներ, ես միան Սիրիայից չէ, ես պատերազմային իրավիճակում Իրաքից 1-ից 2 միլիոն փախստական է, չէ, դա ոչ վրանակահաղները, բաներ, դրանց երեխաները չեն, դնում են դպրոց, ոչ մեր քաղաքացի չեն, բայց որպեսզի չգդրվեն իրենց բանից։ Ինչպես մեր երկրում ևս այդ Սիրիայից եկած մեր հայրենիքներում դպրոց դրվեց, չէ, որ նաև արաբերեն ուսումնառություն անցնել այդ երեխաները, արևմտահայերեն չէ, որովհետև ետ վերադառնալու միտում գա, այս երեխաներին ևս պետք է այդպես անել, բայց սա ով Վիդանի համայնքը։ Ում է Վիդանի Հայաստանցու հետ, այսինքն հայաստանցիները ևս մի հատ մարմին պետք է ստեղծել այդտեղ, որ համատեղ կարողանան այս գործերը առաջ տանել։ Բոլոր Թուրքիան գիտի ինչքան հայ կա, թուրքը շատ լավ գիտի, մենք չգիտենք դրաստիկ, էլի թուրքը գիտի, չի կարող չիմանալ, որովհետև յուրաքանչյուրը փարաշտով չտրնում իջնում այդտեղ, կամ օդանավով, կամ ավտոբուսով, կամ ձողային միջոցով մի տեղից հասնում է այդտեղ եւ ընկվում է, մուտք քրանցում է, չէ՞, կամ ոչ։ Նայում են մուտք գործածների թիվը 120,000, երկ 13,000, բայց արանքին ու արանքին այդտեղ է, ամենտեղ է, չէ՞, հայերի դուները, ուրիշների դուները եւ այլն եւ այլն։ Այսպես, հիմա այդ խնդիրը շատ լուրջ է եւ այս շաբաթ Պիտի որ օրագարկում լիներ այդ խնդիրը, ես անցյալ շաբաթ դրա համար գրավոր բան եմ արել, թիմում եմ ներկայացրել, որ շփախտաբար ինչպես մեր հայրենի իշխանությունները, այդպես էլ եկեղեցա պատկան մարմինները լռում են, Ջայլանի քաղաքականություն են դրսևորում, անհասկանալի, այսինքն կարծում եմ, որ իրենց գլուխը ավազ տնելով երևույթը վերանում է, ոչ, երևույթների այս խայդարակ երևույթի վրա է միայն վրան գնալով, ուսումնասիրելով, հետազոտելով եւ այլն բաների, որը մեր անընդհատ հերոստալիկներով ելույթներ ունեցող հոգեբանները թող այս խայդարակ հոգեվիճակի վերլուծությունը ներկայացնեն, որ մարդիկ հասկանան ինչու, ինչպես ես վստահ եմ Բոլսայի համայնքը յուրաքանչյուր դաժանության այսպես ասած թիմացած սրանալ ալոթիմանա սա մի ծանր է թիմունքից արված է սա ու յուրային է քեզ արվածով Թուրքին սովոր է արդեն դա գիտես ինքով է ինչ կան ինչին ընդունակ բայց կուդան աշխատողին որ քեզ ճաշ է բանից սեղանի վրա քեզ թունավորել չես պատկերացնում սա իրոք տավատիր արդեն բանեն են դնում Բոլսայի համայնքի հոգեվիճակը շատ ծանր է շատ սա նշանակում է Բոլսայի համայնքը իր լրիվ գաբերը այսպես դա այդպես ինչ ունի կխզի Հայաստանի ոչ թե մի քանի սրիգայի արածը դստենք ուր գտանի երկրի հետ գաբը կխզվի հասկանում եք ասի չէ
նրանք նորմալ մարդիկ չեն, մեծ ծեր ունակ, իսկ մենք, այսին Հայաստան Հանրապետության ապրողներս, ինչպես են ասում, յուրաքանչյուր զարնալ ունեն չէ միտքը, որ թափվում է, մի քանի թափված միտքի պատճառով մի ամփոփ զար քարգոծման է ենթարկվում, սրա բակից պիտի դուրս գալ, մենք պիտի դուրս գանք, մենք պիտի անենք այդ բանը, մերդը ուրիշ չի կարող անի, ես այսպես ասած նախքին այդ համայնքի անդամ ներկայացուցիչ արտեր ձևավորված արդեն 25 տարի է ապրում եմ Հայաստանում, ես հայաստանցի եմ եւ իբրև հայաստանցի ամաչում եմ իմ այս հայտարարությունը կատարող հայրենագիտներից արարքի համար եւ ամաչում եմ նաեւ Բոսայի համայնքի առաջ, որի նախկին անդամն եմ եղել ու բայց ես շատ լավ հասկանում եմ քրոջս, որը այդ մասին չի բարձրացնել բոլոր իմ քրոջ նման մարդկանց, որ երբևէ թուրք ոստիկանին չեն թիմել նման հանցագործության մասին դերերություն հաղորդելու, բայց սա չի կարող այսպես տևել եւ ասում եմ, ի վերջո պիտի ինչ-որ համոզություն գտնի։ Այսքան, երևի ավարտում ենք, չէ՞։ Եվ բոլորի տանիքն եւ քննարկման առարկա է դարձել եւ իրոք եթե հաստատվի, որ այդ ամենը կատարել են հայերը, եւս մեկ անգամ հաստատվի, որ այդ աղջիկները եկան այդ եւ այլն, իրոք դա պատմություններում եւ ոչ մեծ